Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա են հանձնել։ Նոյեմբերի 14-ին Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին, ինչի հետևանքով լրջորեն վնասվել են նաև Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը եւ դիվանագիտական ներկայացուցչության հարակից տարածքը։ Աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան։ Ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին հակասող հրթիռային նման հարձակումներ տեղի են ունեցել նաև նախկինում։ Միջադեպից հետո ռուսական 10 գործակալությունը վկայակոչելով իր ռազմական աղբյուրը գրել է Կիևում Բաքվի դեսպանատանը հասցված վնասի տեսանյութի ուսումնասիրությունը փաստում է, որ շենքի վրա ընկել է ուկրաինական Պատրիոտ համակարգի զենիթային հրթիռը։ Մոսկվան դեռ պաշտոնապես չի արձագանքել տեղի ունեցածին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է Նեպտուն հրթիռներով եւ ԱԹՍ-ներով Նովորոսիսկի նավահանգստին հարվածելու մասին։ Ռազմանավերից բացի թիրախավորվել են նավահանգստային ենթակառուցվածքները, Շեսխարիսի նավթային տերմինալը եւ հրթիռային պահեստ։ Ռիազանի մարզում էլ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել ձեռնարկություններից մեկի տարածքում։ Ենթադրվում է, որ թիրախում է հայտնվել նավթավերամշակման գործարան։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Բարդ իրավիճակ է մարտի դաշտում Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ ամենաթեժ մարտերը Պոկրովսկի ուղղությամբ են։ Նրա խոսքով ռուսական ուժերը փորձում են ներխուժել բնակելի թաղամասեր եւ ամրապնդել դիրքերը։ Մշակել ենք հակազդման միջոցառումներ, կենտրոնացած ենք պաշտպանության ստորաբաժանումների համար կայուն լոգիստիկ ապահովման վրա, մանրամասնել է Սիրսկին։ Ավելի վաղ Մոսկվայից հայտնել էին, որ Պոկրովսկը շրջափակված է, ինչն ըստ Կիևի չի համապատասխանում իրականությանը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Ռուսաստանի եւ Չինաստանի իր գործընկերների հետ քննարկելու միջուկային զինաթափման հարցը։ Դոնալդ Թրամփն ընդգծել է աշխարհում միջուկային զինանոցի կրճատման կարևորությունը, մտահոգություն հայտնել, որ Ռուսաստանը եւ Չինաստանը առաջիկա 4-5 տարում կարող են գերազանցել Միացյալ Նահանգներին այդ ոլորտում։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հաստատել է, որ ամերիկյան կողմը մտադիր է միջուկային փորձարկումներ անցկացնել, քանի որ Թրամփի ձևակերպմամբ այլ երկրներ են դա անում։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ փորձարկումը տեղի կունենա շատ շուտով, սակայն չի մանրամասնել արդյոք այդ ընթացքում միջուկային մարտագլխիկ կպայթեցվի թե ոչ։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հրահանգել էր Պենտագոնին միջուկային զենքի փորձարկումներ սկսել։ Վլադիմիր Պուտինն էլ հրամայել է անվտանգության խորհրդին լրացուցիչ տեղեկություններ հավաքել ամերիկյան ծրագրերի մասին եւ առաջարկներ ներկայացնել ռուսական կողմից համապատասխան փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկի վերաբերյալ։ Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ մտադիր է դիմել եվրոպական դատարան, քանի որ դեմ է մինչև 2027 թվականի վերջ ռուսական գազի ներմուծումը դադարեցնելու ԵՄ ծրագրերին։ Հունգարիան դեռևս զգալի կախվածություն ունի ռուսական էներգակիրներից։ Ավելի վաղ Բուդապեշտը վետո էր կիրառել Դաշնության էներգետիկ հատվածի դեմ եվրոպական պատժամիջոցների նախաձեռնությունների նկատմամբ։ Հունգարիայի արտաքին գործերի նախարարն էլ Բեյրութում իր լիբանանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Բուդապեշտը 1.5 միլիոն եվրոյի ներդրում ունի խաղաղության եվրոպական հիմնադրամում եւ օգտագործելու է այդ միջոցները Լիբանանի զինված ուժերին աջակցելու համար։ Չենք պատրաստվում տրամադրել այդ գումարն Ուկրաինային, հավելել է Պետեր Սիարտոն։ Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղությունը բխում է Հունգարիայի ազգային անվտանգության շահերից։ ԱՄՆ նախագահը Թայլանդի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է օգնել Կամբոջայի հետ խաղաղ գործընթացն առաջ մղելու հարցում երկու երկրի սահմանի վիճելի հատվածներում իրավիճակի սրման ֆոնին։ Թայլանդի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկիրը հավատարիմ է խաղաղությանը, սակայն Կամբոջան պետք է պատասխանատվություն ստանձնի սահմանային գոտում իրավիճակի սրման համար։ Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները եւ Մալազիան պատրաստ են աջակցել կողմերին առաջ շարժվելու խաղաղ գործընթացում։ Թրամփի հետ զրույցից հետո Թայլանդի կառավարության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել նաև Մալազիայի վարչապետի հետ։ Թայլանդի ԱԳՆ-ն ավելի վաղ Կամբոջային մեղադրել էր հրադադարի դրույթները խախտելու համար, Թայլանդի տարածքում տեղադրելով հակահետևակային ականներ։ Դիանա Գասպարյան, լուրեր։